Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Կարծում եմ տղա երեխայի եւ աղջիկ երեխայի դաստիարակության հարցում բացարձակ տարբերություն չլինել չի կարող, նրանց սեռից ելնելով հենց, որովհետեւ երբ նրանք մեծանում են, հասուն կյանք են մտնում եւ հատկապես ընտանիք են կազմում, նրանց ֆունկցիաները ընտանիքում տարբեր են։ Կամ արգելում ենք, կամ հնարավորություն ենք տալիս մեր աղջիկ երեխային ու ես շատ հաճախ նկատում եմ, որ մենք ավելի շատ արգելքներ ենք դնում, քան հնարավորություն ենք տալիս։ Ինչու ենք հաճախ ամոթ բառը ասոցացնում աղջիկների դաստիարակության մեջ, որովհետև մենք մայրերս դաստիարակում ենք մեր մշակույթին համապատասխան աղջիկներ, առաքինի։ Երեխայի արտաքինի օրինակ թերությունների հետ կապված որևէ պիտակավորող արտահայտություն ենք օգտագործում, առանց հասկանալու, թե մեր սիրելի էակը, երբ որ մեծանա, հասունանա, այդ արտահայտությունը նրա կյանքի վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ։ Աղջիկը տան ծաղիկն է, իսկ եթե ծաղիկ է ու գանձ, ուրեմն նրան պետք է պաշտպանել։ Երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ շատ աղջիկների ծնողները առաջնորդվում են այդ համոզմամբ եւ պատահած շատ մարդկանց ու դեպքերի մեջ տեսնում են սպառնալիք, իսկ օրինակելիից շեղված ցանկացած դրսևորման մեջ ամոթ ու վտանգ։ Ինչ հույզեր ու մտքեր են կառավարում մեզ ծնողներիս, երբ գծում ենք դուստրերի հետ մեր հարաբերությունները, կարելիների ու չի կարելիների սահմանները, ինչպես ենք արձագանքում նրանց նախաձեռնություններին, ինչ գնահատականներ ենք տալիս նրանց արժանինքներին եւ ինչպես է այդ ամենը սովորաբար ազդում նրանց ներկայի ու ապագայի վրա։ Այսօրվա ծնողական ժողովը աղջիկների, սեփական եսի եւ ծնողների հետ նրանց հարաբերությունների, արդի աշխարհում նրանց պատահող մարտահրավերների մասին է։ Բարև ձեզ, սիրելի մայրիկներ, շնորհակալություն, որ միացել եք ծնողական ժողովին։ Դուք բոլորդ դեռահաս աղջիկների մայրեր եք ու գիտեք, որ այսօրվա մեր քննարկման նյութը վերաբերում է հենց այդ տարիքային փուլի աղջիկներին։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հասարակության մեջ տղաների հանդեպ կա պաշտամունքային այդպիսի վերաբերմունք։ Ուզում եմ հասկանալ այն մայրերի հետ, ովքեր եւ աղջիկներ ունեն եւ տղաներ, ձեր դիտարկմամբ արդյոք սա ստվերում է աղջիկներին, թե հակառակը նրանց ավելի շատ ուժ է տալիս այդ ստվերից դուրս գալու եւ ինքնադրսևորվելու, իրականացնելու սեփական եսը, ունեք նման դիտարկումներ։ Ինձ թվում է դա շատ անհատական է, ստվերում կմնա մարդը, թե դուրս կգա որպես լիդեր, դա իր հատկանիշներով է պայմանավորված, ոչ սեռով, հատկապես մեր ժամանակներում կարծում եմ արդեն սեռով պայմանավորել մարդը հաղթողը թե պարտվող իր տեսակով, այսինքն համակերպվում է պարտության հետ, թե ձգտում է միայն հաղթանակներ ունենա, կարծում եմ արդեն էլ սեռով չի պայմանավորված այդ հատկանիշը։ Կարծում եմ այս հարցում շատ կարևոր է նաև ծնողի մոտեցումը, կենցաղային հարցերում էլ դա կարող է դրսևորվել, օրինակ սենյակդ հավաքի դու աղջիկ ես պարտավոր ես, դե լավ եղբայրը ոչինչ, հաճախ լինում է, չէ, հատկապես փոքր տարիքում նույն կարող են սենյակում լինել մահճակալները, քո տեղաշորը որ հավաքում ես, նրա անկողինն էլ հավաքիր, կարծում եմ որ տղային էլ մի տարիք գալիս է, լավ, եթե ոչ փոքր տարիքում կարելի է անկողինը հավաքել սովորեցնել, որովհետև կարող է կյանքը չընթանալ այն մոդելով, որը մենք սպասում ենք կամ պատկերացնում ենք, այսինքն դա մեզնից էլ է գալիս, մենք ինչ ներդնենք, այսպես ասած, որպես մտածելակերպ եւ մենտալիտետ, այդպես էլ գնալու է։ Դեռահասի հետ մեր հարաբերությունների կառուցման մեջ ծնողների մոտեցումները կամ մարտավարությունները պայմանականորեն կարելի է երկու խմբի բաժանել, արգելել եւ հնարավորություն տալ։ Որն է ավելի շատ նկատում։ Մի կողմ թողնենք, թե որն է ճիշտ ու սխալ, հիմա փորձենք վերլուծել, որն է ավելի շատ տարածված մեզանում, խնդրեմ։ Մենք մեր հասարակությունը առհասարակ սովոր է, որ ավելի շատ արգելքներ է դնում, քան հնարավորություն է տալիս, ու դա սխալ է ըստից, որովհետև մենք չենք տալիս հնարավորություն այդ երեխային
ինքնադրսևորվելու։ Այս խմբակին հաճախի ինչ-որ միտեղ գնա, այսինքն ինքը ընտրություն կատարի։ Իսկ ծնողը շատ ժամանակ իր կամքն է թելադրում երեխային, կամ ինքն է պարտադրում տվյալ խմբակի գնա, հնարավորություն չի տալիս իր կարծիքը արտահայտելու, իսկ դա կոտրում է երեխայի թե երազանքները, թե ներքին ցանկությունները։ Արգելել թե հնարավորություն տալ։ Օրինակ ես նախընտրում եմ հնարավորություն տալ եւ վերահսկել, թե ինչպես են իրենք այդ հնարավորություններն օգտագործում։ Ավելի արդյունավետ կլինի դաստիարակության առումով, եթե փոխարինվի բացատրությունով եւ փորձով, որովհետեւ նույնիսկ որոշ վատ բաների մեջ, երբ ինքը համառում է եւ ուզում է, տալիս է հնարավորություն փորձելու, որովհետեւ անձնական փորձը միշտ շատ ավելի դաստիարակիչ եւ շատ ավելի խոսուն է լինում, քան բազմաթիվ անգամներ արգելելը։ Իսկ առանց բացատրության արգելքը ուղղակի անիմաստ եմ համարում, որովհետեւ եթե դու արգելում ես, երեխան շատ հաճախ դա որպես մայրիկի ցանկություն կամ կամակորություն է ընդունում, իր մեջ առաջանում է ինչու, որը չի ունենում բացատրություն։ Դե եթե չկա բացատրություն, ես էլ չեմ ընդունում։ Սա կարծում եմ, որ բնական է ու եթե մենք հիշենք մեզ այդ տարիքում, եթե եղել է առանց բացատրության արգելք, մենք էլ չենք ընդունել։ Այնուամենայնիվ արգելքը բացատրությունով կամ առանց ծնողների կողմից ամենաշատ կիրառվող գործիքն է, հա, այսպես ասենք։ Ինչ եք կարծում, ինչու են ծնողները դիմում հենց այս եղանակին։ Երևի ամենահեշտ կարճ մեթոդն է ծնողի պատկերացմամբ վտանգից հեռու պահել երեխային։ Ես մտածում եմ, որ երբեմն նաև ծնողները արգելում են իրենց երեխաներին, որ իրենց երեխաները ձախողում չունենան, բայց այդ ձախողումն էլ է պետք ըստիս, որովհետև հենց այդ մենք ինքներս, եթե մենք հիշենք մեզ իրենց տարիքում եւ ունեցել ենք պարտություն եւ հաղթանակ եւ ձախողում, եւ դա մեզ տարել է այն ճանապարհով, որ մենք կերտվել ենք։ Տեսեք, երբ ծնողների վախերը, մտավախությունները, համատարած սահմանափակումները խտանում են, այստեղ բեմահարթակ է դուրս գալիս նորին գերազանցություն ամոթը։ Ամոթ բառը, հատկապես աղջիկների դաստիարակության պարագայում մեր հասարակության մեջ շատ գործածական փիլիսոփայական կատեգորիա է ամոթը։ Այն միաժամանակ զսպաշապիկ է, սահման է, արգելակ է։ Ինչ եք կարծում, մնանք այս ամոթի տիրույթում, թե փորձենք դուրս գալ ավելի ազատ մտածել եւ չսահմանափակել երեխային փաստորեն հասարակության գնահատականներով։ Ամոթ բառը չարաշահելը միանշանակ չի խրախուսվում, համենայն դեպս ես աշխատում եմ չասել այդ բառը, բացատրել ուղղակի եթե ամոթել է ինչի է ամոթ, այսինքն ինչ հետևանք կարող է ունենալ, ինչպես կարող է անդրադառնալ, որովհետև երբ անընդհատ դաստիարակում են ամոթով, դա ուղիղ համեմատական է անընդհատ երեխային կոմպլեքսավորելուն։ Այդպես մի նստիր ամոթ է, այսպես մի խոսիր ամոթ է, այսպես մի վարվիր ամոթ է, ուղղակի պիտի բացատրես, որ երբ դու այսպես ես նստում, կեցվածքդ ավելի գեղեցիկ է, երբ դու տգեղ ես խոսում, քեզ լուրջ չեն ընդունում, ասենք, պատճառներից մեկը։ Եթե դու այսպես ես վարվում, չէ՞ որ դու ընտանիքի անդամ ես, դա անդրադառնում է քո ընտանիքի վրա, մյուս անդամների, այսինքն միշտ պատճառը հետևանքային կապը պետք է ասվի։ Ես նկատում եմ համենայն դեպս, որ չգիտեմ ինչու այսինչ արարքը աղջկա համար ամոթ է, տղայի համար ամոթ չէ։ Այսինքն եթե նույնիսկ մենք ասում ենք ամոթ է, մենք պետք է այդ տարբերությունները չդնենք։ Եթե տվյալ գործողությունը ամոթ է եւ տղայի համար եւ աղջկա համար։ Օրինակ մեր ժամանակաշրջանում ամոթ բառը ավելի էր իշխում ու ամեն անպատեհ ու պատեհ ժամանակահատվածում մայրիկները նշում են, որ ամոթ է, այդպես մի արեք, բա հայրիկը ինչ կասի, որ տեսնի ավելի կբարկանա։ Հիմա փորձում ենք հնարավորինս քիչ ամոթ բառը օգտագործենք ու հայրիկով չվախեցնել։ Հայրիկով չվախեցնել ու ամոթ բառը հնարավորինս քիչ օգտագործել, ոչ թե ամոթ բառը այնքան օգտագործենք, որ ի վերջո դա արժե զրկվի եւ երեխաներն չկարողանան հասկանալ, թե այդ ամոթ բառը ինքն իրենից ինչ է ներկայացնում։ Մենք գտնվում ենք մեջտեղում։ Մենք տեսել ենք այդ ամոթ արտահայտության դրսևորումը դաստիարակության մեջ եւ փորձում ենք այն չտեղափոխել մեր երեխաների սերունդ։ Գիտակցելով, թե այդ ամոթ արտահայտության պատճառով գուցե երբեմն ճակատագրեր են նույնիսկ կործանվել, մենք ավելի հիմա այդ արտահայտությունը ավելի հազվադեպ ենք օգտագործում ու ոչ այդքան սուր իմաստով։
Սոցիալական հարթակները լեցուն են դեռահասության փուլում անտանելի հարվածներ ստացած ու ամբողջ կյանքում դրանց դեմ պայքարող կանանց պատմություններով։ Երբ ասում ենք հարված, միշտ չէ, որ նկատի ունենք հոգեբանական կամ ֆիզիկական բռնություն կամ ինչ-որ արտակարգ իրադարձություն, որը մեկ ակնթարթում փոխում է աղջկա կնոջ կյանքը։ Ավելի հաճախ այդ հարվածները առաջին հայացքից աննշան թվացող բաներն են՝ կատակ, գնահատական, մեկնաբանություն։ Դրանք կուտակվում են ու վերածվում են ժայռի, ոչ մագլցել է լինում, ոչ շրջանցել։ Միֆ է թե իրականություն, որ մանկության կամ դեռահասության տարիքում ստացած անզգույշ գնահատականը կամ մեկնաբանությունը կարող է ծնել աղջկա կյանքը թունավորող բարդույթներ։ Այս խրթին հարցով մոտեցել ենք մեր երկրի տարբեր քաղաքներում ու գյուղերում ապրող մեր հայրենակիցներին։ Ցանկացած բառ, խոսք, երեխու հոգեկան ներաշխարհի վրա մեծ ազդեցություն է ունենում ու հետագայում ինքը բացի են, որ օգտագործելու է, այլ նաև դրա հետևանքները կրելու է։ Իսկ այդ մարդիկ օրինակ, եթե ակնատես եղել եք, արդյոք կարողացել են հաղթահարել այդ բարդույթները հետագայում ու ինչպես։ Ոմանք այո, ոմանք չէ, հիմնականում ծնողների օգնությամբ կամ հոգեբանների աջակցությամբ։ Այո, իսկ թվում է դա երեխայի վրա ազդում է։ Հա։ Հետագայում էլ բարդույթներ կառաջաց։ Բայց դե պետք է մի փոքր իրան ծնողի կարիքը կա այդ պահին, որպեսզի անգստացնի ու ասի նման կարծիքները պրոստը պետք է անտեսել։ Ուշադրություն չդարձնել էլի նման բաների։ Ինձ թվում է այդ կախված է հիմնականում մարդու տեսակից, եթե ուժեղ լինի, այդքան էլ չէ։ Իսկ եթե ինչ-որ չափով թույլ լինի ու մարդկանց կարծիքը հաշվի առնի, հաստատ մեծ ազդեցություն կունենա։ Միանշանակ կարող է, որովհետև այսօր, երբ որ տեսնում ենք, որ շատ բռնության ենթարկված կանայք կան, հենց դրա արդյունքն է ինձ թվում է։ Այսինքն, դե եթե մանկուց ճնշում են կամ ինչ-որ անզգույշ ինչ-որ բան են ասում ու երեխան դրանից ընկճվում է, չի կարողանում արտահայտվի, հետագայում մեծանում է ու էլի ճնշված, ընկճված է ապրում ու չի կարողանում արտահայտի իր վախերի մասին, իրեն ինչ դուր չի գալի դրա մասին ու ոնց որ ինքնստինքյան ստացվում է, որ բռնության ինքն է թույլ տալի, որ բռնության նաև ինչ-որ չափով ենթարկեն իրեն։ Հաստատ կառաջացնի, այսինքն ինքը կոմպլեքսավորված կլինի, չգիտեմ, հետագայում ինքը խնդիրների առաջ հաստատ կկանգնի։ Ես ծանոթներ ունեմ, որ հաստատ այնց դեպքեր եղել են, իմ դեպքում չի եղել, բայց կան, շատ կան ու իսկ հաղթահարել են։ ինձ թվում է դեռ չէ։ Ոչ բոլոր են կարողանում հաղթահարել, բայց հաղթահարողներ եղել են։ Իսկ կասեք ինչպես։ Գայս ինձ թվում է ընտանիքից, եթե ծնողը կարողանում է երեխային նենց դասյակել այդ բանին նենց խոսալ իր հետ, որ ինքը իր մեջ ուրիշ ձև ոնց որ պլանավորի այդ ամեն ինչը ուրիշ ձև հասկանա, հաստատ կանցնի այդ ամեն ինչի համոտ։ Անչափ տխուր է, որ տարբեր տարիքի ու սեռի մարդիկ չեն տեսնում, որ աղջկան հասցեագրած անզգույշ արտահայտությունները կարող են կոտրել երեխայի դեռահասի տակավին չամրացած եսն ու թունավորել նրան ամբողջ կյանքում։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ պետք չէ միայն այդտեղ փնտրել աղջիկների բարդույթների պատճառները։ Թեման կշարունակենք հոգեբան Սոսե Խաչիբաբյանի հետ։ Բարև ձեզ, Սոսե։ Ողջույն։ Արդյոք չափազանցված է մեր բառապաշարի, մեր խոսքի ազդեցության ուժը, թե իսկապես այդպես է, եւ եթե այդպես է, ապա ում կողմից արված դիտարկումներն են առավել զգայուն ընկալվում երեխայի կողմից։ Եթե խոսում ենք դեռահասների մասին, ոչ միայն ծնողները, մեծահասակները, այլև շատ մեծ տեղ են գրավում հասակակիցները եւ հասակակիցների կարծիքը, որոշ դիտարկումներ, հաճախ ոչ շատ նրբանկատ, այո, ինչ որտեղ իհարկե նաև կա չափազանցության էֆեկտը, երբ որ ծնողները գիտակցելով այս ազդեցությունը, որը կարող են ունենալ երեխայի ինքնաանկալման վրա, հաճախ կարծես զգուշանան խոսել առհասարակ։ Մենք պիտի տարբերակենք բացարձակ, բացասական եւ անթույլատրելի դիտարկումները, խոսքերը նրանից, որ կարող ենք կոչել այո ազատ շփում երեխայի հետ։ Անկեղծությունն ենք կորցնում նաև այստեղ։ Այո։ Ես հիշում եմ ինձ դեռահաս տարիքում, նաև դիտարկում եմ շրջապատս ու գալիս եմ այսպիսի մի եզրահանգման, որ աղջիկների համար շատ կարևոր գուցե առաջնային տեղում է արտաքինը եւ սեփական ֆիզիկական մարմնի, սեփական տեսքի հայելու մեջ մեր արտացոլանքի հետ մենք միշտ չէ որ հաշտենք, երբ 14 կամ 16 տարեկան ենք։ Արդյոք սա հենց աղջիկներին է շատ բնորոշ եւ ինչու։ Երևի ամենաբացատրելի պատճառներից մեկն այն է, որ
ընդունված է կանանց դիտարկել որպես գեղեցկության կրող, մարմնացում, մենք նույնիսկ ասում ենք գեղեցիկ սեռ, եւ բառը այսպես թե այնպես հուշում է, որ արտաքինը պիտի լինի համապատասխան, այսպես ասած։ Դոմինանտ։ Այո, դոմինանտ։ Դրան նաև գումարվում է իհարկե հասարակության, սոցիալական կայքերի եւ այն բոլոր դիրքորոշումները, որոնք որ հաճախ ուռճացված են, հաճախ դեպի արհեստականն են տանում եւ թելադրում են դեռևս չկոփված, դեռևս չկայացած, չամրացած հոգուն, ենթարկվել էս փոփոխություններին, այսինքն գնալ դեպի հոսանքը։ Առաջարկում եմ փոփոխությունների մասին զրույցը շարունակել ծնողների հետ ու միասին հասկանանք, թե ինչպես են գեղեցկության արդյունաբերության հսկաները շահարկում դեռահասների հետ տեղի ունեցող փոփոխությունները բիզնես շահ ստանալու համար։ Համեցեք։ Սիրելի մայրիկներ, շարունակում ենք մեր քննարկումը եւ մի խաղ պիտի խաղանք։ Գործողությունների շարք կա։ Ես պետք է ընթերցեմ պնդումներ։ Դուք ցուցանակների միջոցով ցույց տաք ձեր վերաբերմունքը, ձեր մոտեցումը, արդյոք ճիշտ եք դա համարում թե սխալ, որից հետո ես կներկայացնեմ ոլորտի փորձագետների մեկնաբանությունը, իսկ Սոսեն կմեկնաբանի հոգեբանական կողմը այդ երևույթների։ Եթե պատրաստ եք, ապա սկսենք։ Ճիշտ է թե սխալ, որ ինքնագնահատականի ձևավորման գործում էական դեր են կատարում արտաքին ազդակները։ Բոլորն ասում են ճիշտ է։ Ճիշտ է թե սխալ, որ դեռահասության շրջանում աղջիկների մարմինը ենթարկվում է լուրջ փոփոխությունների, ինչպես հորմոնալ, այնպես էլ արտաքինի հետ կապված։ Այո, երկու կարծիք չկա այստեղ։ Ճիշտ է թե սխալ, որ դեռահասության փուլում աղջիկները հաճախ զգում են անհանգստություն մաշկի, վարսերի կազմվածքի հետ կապված։ Միանշանակ է եւ հիմա փորձենք մասնագետների վերլուծությունը հասկանալ։ Գեղեցկության արդյունաբերությունն օգտագործում է այդ անհանգստությունները, առաջարկելով կոսմետիկ միջոցներ ու պրոցեդուրաներ, բարելավելու կամ կատարելագործելու արտաքին տեսքը։ Գեղեցկության արդյունաբերության հսկաները ապահովում են, որ մոդելների, արտիստների եւ ինֆլուենսերների օգնությամբ գեղեցկության անդադար փոփոխվող չափանիշներն ու միտումները հայտնի լինեն բոլորին։ Դա համոզում է աղջիկներին, որ իրենք էլ պետք է համապատասխանեն առաջարկվող ստանդարտներին, որպեսզի գնահատվեն ու ընդունվեն իրենց սոցիալական միջավայրում։ Իսկապես բազմաշերտ վերլուծություն է հարկավոր այստեղ, հասկանալու թե ինչպես է գեղեցկության արդյունաբերությունը, համացանցը, ինֆլուենսերները, ինչպես են դրանք ազդում դեռահաս աղջկա ինքնագնահատականի վրա։ Ազդեցությունից լիովին խուսափել եւ հուսալ, որ դա տեղի կունենա, կարծում եմ անմտություն է, որովհետև ազդեցության ձևերն էլ շատ են ու բավական պրոֆեսիոնալ։ Բայց միևնույն է, ուժեղացնելով դեռահասի ներսը եւ նաեւ ֆիլտրելով, հնարավորինս ֆիլտրելով իր ստացած լսած ինֆորմացիան, մենք կարող ենք այդպես պայքարել։ Դուք հետաքրքիր մի եզրույթ օգտագործեցիք ամրացնել ներսը։ Կխնդրեմ մեկնաբանեք, ինչ եք հասկանում դրա ներքո եւ ինչպես դա անել։ Արդյոք դա անում է երեխան, արդյոք դա անում է ծնողը։ Ամրացնել ներսը ասելով ես նկատի ունեմ շատ տարբեր բաներ։ Սկսած, այո, ծնողի հետ զրույցով, եթե մենք խոսում ենք աղջիկ դեռահասների մասին հատկապես, այո, մայրիկի հետ կապով, դա երբեմն միայն մայրիկը չէ, նաև իր համար հեղինակություն հանդիսացող այլ մեծահասակներն են, դա կարող է լինել մանկավարժը, կարող է լինել մորաքույրը, հորաքույրը եւ այլն։ Մարդիկ, ովքեր կարող են իրենց փորձով կիսվել, իրենց նմանատիպ ժամանակին ունեցած մտահոգություններով կիսվել, այսինքն ցույց տալ, որ այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ, նաև արտաքին փոփոխությունների մասով, դրանք անցողիկ են, դրանք օրինաչափ են, այո, օրինաչափ են, այդպես է ձևավորվում մարդը։ Եվ այսինքն մի կողմից բացատրել, կրթել, սովորեցնել, մյուս կողմից ցույց տալ իր բոլոր ոչ միայն արտաքին, այսինքն ներքին ռեսուրսները, եւ ոչ միայն ցույց տալ դա խորհուրդների տեսքով, խորհուրդներ դեռահասները շատ քիչ են լսում։ Այսինքն ցույց տալ, կրթել նաեւ նրանով, որ ինքներս մեզ, որպես մեծահասակներ, որպես իրենց կրթողներ, իրենց կողքը կանգնած մարդիկ, որպես հեղինակություն, մենք ինքներս էլ պիտի այդ օրինակը հանդիսանանք։ Օրինակ, եթե դեռահասին մենք ասում ենք, գիտես արտաքինը չի կարևոր միայն, եւ այդ նույն մայրիկը երբեք որևէ պայմաններում առանց դիմահարդարման տանից դուրս չի գալիս կամ դա տեսնում է, չէ, բնականաբար։ Կամ օրինակ խոսում ենք նրա մասին, որ
Գիտես, քաշը շատ նորմալ է, մի անհանգստացիր դրա մասին, բայց ինքներս բազմահազարանոց դիետաներով ենք, այսինքն այս հակասությունը միևնույնն է դեռահասը տեսնում է։ Մեր փորձը եւ մեր օրինակը եւս շատ կարեւոր է մեծերի։ Մենք հասկանում ենք, որ գեղեցկության ինդուստրիան շատ ապրանք վաճառելու խնդիր ունի եւ անում է դա նաեւ դեռահասների հետ, բայց երեխային դա բացատրելը շատ դժվար է։ Ինչպես փորձենք հրամցնել այն միտքը, որ չտրվես այդ գայթակղությանը, սա պարզապես մարքեթինգի եւ վաճառքներ ապահովելու մի եղանակ է, դու այդ ճանապարհին դառնում ես գործիք եւ այլն եւ այլն։ Դեռահասին պիտի բացատրենք, որ այն ցանկությունը, որը դու ունես անելու քո փոփոխությունների, քո արտաքինի հետ կապված, դա հետո հնարավոր է պարզապես զղջաս ու փոշմանես, ոչ որովհետև դա պարզապես ինչ-որ մի վատ բան է լինելու, այլ որովհետև դու դեռ շատ կայուն ընկալում չունես եւ քո մարմինն ու տեսքն էլ կայունացած չի, այսինքն դու դեռ շատ փոխվելու ես եւ բացի դա նաեւ հոգեբանական տեսանկյունից բացատրել, որ դեռահասության շրջանին բնորոշ, այսպես ասած, մաքսիմալիզմ երևույթը կա, երբ որ դու ամեն ինչ ուզում ես փորձել, տեսնել եւ այլ, բայց երբ որ դա անցնի, հնարավոր է, որ դու զղջաս։ Գեղեցկության ինդուստրիան ամեն օր կարող է փոխվել։ Օրինակ բերեմ, եթե մենք նայում ենք հին ֆիլմեր եւ տեսնում ենք շատ բարակ հոնքեր, որոնք որ մոդայիկ են ժամանակին, այո, մեզ դա դուր չի գալիս, նույնը շրթունքների մասով։ Եվ բացատրել, որ երբ որ դու այդ բոլոր փոփոխվող տենդենսների հետևից ընկնես եւ այնպիսի փոփոխություններ անես, որոնք որ հետո դժվար է վերականգնել, վերափոխել, այդ նույն գեղեցկության ինդուստրիան էլ մեզ չի սպասում, ինքը նորն է առաջարկելու եւ մշտապես դա լինելու։ Եվ իհարկե, սրանից բացի միայն դեռահասության տարիքով չփակենք, հասկանանք ինչու չի գտնում մեր դուստրը կամ եթե տղաների մասով է տղան, ինքն իրեն եւ ինչ է ուզում արտաքինով ծածկել, որտեղ միայն արտաքինը չէ, որ մենք ենք։ Կտանել նաեւ նրան, որ դու ունես լրիվ ուրիշ շերտեր եւս եւ հասկանալ ինչու է սա այսպես առաջնահերթ դարձել։ Շնորհակալություն, որ այսօր միացաք մեր կարևոր քննարկմանը եւ եւս մեկ անգամ հուշեցիք մեզ, որ երեխայի համար ծանրության կենտրոնը արտաքինից պետք է տեղափոխենք նրա ներաշխար ու նրա կողքին լինենք իր հետ տեղի ունեցող բոլոր փոփոխությունների ընթացքում։ Շնորհակալ եմ շատ, մենք շարունակում ենք։ Կոսմետոլոգիական պրոցեդուրաներին դիմող աղջիկների տարիքային շեմն էականորեն իջել է։ Ու ես հիմա չեմ խոսում դեռահասի մաշկի գրագետ խնամքի կամ անցանկալի մազերի հեռացման մասին։ Մենք արդեն ապրում ենք այն իրականության մեջ, որտեղ շուրթերի, այտոսկրերի, հոնքերի ձևափոխման համար կոսմետոլոգի սենյակի մոտ հերթ են կանգնում 15-16 տարեկան աղջիկները։ Կոսմետոլոգիական նմանօրինակ միջամտություններն այլևս ընկալվում են իբրև սովորական մի բան, այնքան սովորական, որ նույնիսկ չափահաս կանայք պատրաստ են իրենց դեմքը վստահել անհայտ ծագմամբ միջոցներին կամ ինքնակոչ մասնագետներին։ Մենք իրականացրել ենք փորձարկում, ստուգելու արդյոք դեռահաս աղջիկները զգուշավոր են, երբ գործը հասնում է իրենց առողջությանն ու տեսքին։ Դեռահաս աղջիկները երբեմն դիմում են կոսմետիկ տարբեր միջամտությունների, սկսած պիլինգներից, մաշկի խորը մաքրումից, մինչև դիմագծերի տարատեսակ փոփոխություններ։ Մաշկի խորը մաքրման ու պիլինգների հիմնականում դիմում են ակնեի խնդիր ունեցող դեռահասները։ Մինչ դեղորայքային բուժումը իրականացնելը, միջամտությունները կարող են անգամ վատացնել սիտուացիան։ Առաջնահերթ դիմում ենք մաշկաբանի, ստանում ենք համապատասխան բուժում եւ հասկանում ենք ճիշտ մաշկի խնամքը, երբ որ արդեն խնդիրը թիրախավորված կլինի ու ակտիվ բորբոքումներ չենք ունենա, նոր այդ դեպքում գնում ենք կոսմետոլոգի մոտ։ Էսթետիկ միջամտություններից սկսել է պահանջարկ վայելել Baby Botox-ը։ Լայնորեն տարածված է ֆիլերների ներարկումը։ Բժշկի խոսքով դրանք արվում են ծերացման կամ տարիքային փոփոխությունները կանխելու համար։ Դեռահասները նման միջամտությունների կարիք չունեն, քանի որ ծերացման նշանները նկատվում են 25 տարեկանից հետո։ Բոլոր տեսակի միջամտությունները ունեն իրենց կողմնակի եւ բարդություններն ու կողմնակի էֆեկտները։ Կոնկրետ ֆիլերների դեպքում այդպիսի միֆ կար, որ ֆիլերը ներծծվում է, վերանում է, բայց իրականում ֆիլերները ուղղակի գաղթում են տարբեր տեղեր հյուսվածքներում։ Լսելով մաշկաբանի դիտարկումները խորհուրդ չտրվող միջամտությունների մասին, դուրս եկանք Երևանի փողոցներ, հասկանալու արդյոք դեռահաս աղջիկները պատրաստակամ են փոփոխությունների ենթարկելու իրենց դեմքը, արդյոք բծախնդիր են մասնագետի ընտրության հարցում։ Ներկայանալով իբրև նորաբաց կոսմետոլոգիական կլինիկայի SMM թիմ, մոտեցել ենք տասնյակ աղջիկների ու առաջարկել գովազդային արշավի շրջանակում անվճար ստանալ այս կամ այն ծառայությունը։ Ծառայությունները հետևյալներն են՝ քթի ձևափոխում, մեկներարկումային պրոցեդուրայի միջոցով, շուրթերի
ծավալի փոփոխություն, ձևի փոփոխություն, չիստկաներ, baby botox, արդյոք կցանկանաք մասնակցել։ Չէ, Ինչու՞։ անչափահաս եմ, նախ չեմ ուզում հնութանից տենց։ Ինչու՞։ Անչափահաս եմ։ Ինչու՞։ Գիտես փոխված արդեն։ Փոխված է։ Իսկ ուրիշ, չիստկաներ, baby botox։ Չէ, բոտեքսներ չեմ սիրում, չեմ ուզում անեմ։ Այո, շատ հետաքրքիր։ Ես իրականում լրագրող եմ, ու մենք սոցիալական էքսպերիմենտ ենք անում հանրային հեռուստաընկերության ծնողական ժողով հաղորդման համար։ Անչափահաս երեխա եմ, չէ։ Լեվորից իմ տարիքը չի դրա համար։ Հավան մաման չի դողում։ Կարող են զանգել մայրիկին հարցնել հիմա։ Բախում, ակնեից եմ բախում դենց բաների համար։ Ինչու՞։ Չես ուզում։ Չիստկաներ, շուրթերի ծավալի փոփոխություն։ Իրենք նույնիսկ դեմ են, որ ես անեմ այդ ծավալի մեծացում կամ ասենք վիրահատություններ, երբ որ խոսքը գնում է իմ մասին, իրանք կտրականապես դեմ են։ Դուք էլ ընդհանրապես չեք ուզում։ Չէ, բայց չիստկաները անում են։ Ինչու՞։ Ինձ դեմքի մեջ ամեն ինչ դուր է գալի։ Դեռահաս աղջիկներից մի քանիսը համաձայնեց կատարել անվճար կոսմետիկ միջամտություն, իսկ մեծամասնությունը հրաժարվեց։ Բազմաթիվ աղջիկներ նշեցին, որ անչափահաս են եւ չեն ցանկանում որևէ միջամտություն անել։ Մաշկաբանի խոսքով պետք չէ շփոթել մաշկի ամենօրյա խնամքն ու տարիքին չհամապատասխանող կոսմետոլոգիական միջամտությունները։ Խնամքը կարևոր է ու ներառում է մի քանի պարզ գործողություն։ 3 հիմնական բան ենք անում։ Երեկոյան լվանում ենք դեմքը, խոնավացնում ենք, եթե ինչ-որ օջար պարունակող միջոցով լվացել ենք, եւ առավոտյան կիրառում ենք արևապաշտպան, եթե հատկապես պետք է երկար ժամանակ գտնվենք արևի տակ։ Այսօրվա ծնողական ժողովը սկսեցինք ծնողների վախերի, անզորության զգացումի, դրանց հետևանքով առաջացած արգելքների ու աղջիկներին ամոթով ճնշելու մասին զրույցով։ Վերջաբանի փոխարեն ուզում եմ քննարկենք թերևս գլխավոր կորուստը, որ տալիս ենք որպես ծնող, երբ ծնողավարման կողմնացույց ենք դարձնում վախը, արգելքներն ու ամոթը։ Մենք զրկում ենք մեր աղջիկներին սխալվելու իրավունքից։ Ինչ է տալիս աղջկան կամ ինչ է խլում աղջկանից գիտակցումը, որ նա չունի սխալվելու իրավունք։ Մայրիկներ, փորձենք վերլուծել։ Սխալի իրավունք չտալու մոտեցումը դրական այն է, որ նա սխալներից զերծ է, հեռու է մնում սխալներից, բայց շատ կարևոր է, որ ծնողը այստեղ մնա չափի մեջ, որովհետև երբ մենք անընդհատ ուզում ենք, որ ինքը ճիշտ լինի, ինքը փակ է մնում։ Երեխան կաշկանդվելուց բացի նաև կարող է նյարդային դառնալ, որովհետև ինքը անընդհատ ունի այդ լարվածությունը, որ ծնողը ունի սպասելիքներ, ընդ որում միշտ այդ սպասելիքների պլանկան բավականին բարձր է, եւ ինքը պարտավոր է դրանց համապատասխանել։ Այդ պարտավորեցումը եւ պարտավորված լինելը երեխային կարող է եւ կոտրել շատ հարցերում։ Ծնողը ինքը առաջնային պետք է հասկանա, որ իր ցանկություններին ու երազանքներին, որ այ աղջիկս էսպես է լինելու, այնպես է լինելու, այդ երեխան գուցե եւ չի համապատասխանում, որովհետեւ ինդիվիդուալ անձ է, անհատականություն է, ով ունի իր ցանկությունները։ Գուցե երբ որ մենք ազատ թողնենք իրեն իր ցանկությունների մեջ, ինքը անի շատ ավելին եւ շատ ավելի լավ, քան մենք սպասում էինք իրենից։ Ինչ է կարծում սխալվելու իրավունք տալ, թե չտալ այնուամենայնիվ։ Միանշանակ տալ, որովհետև մենք յուրաքանչյուրս էլ մեր սխալների վրա ենք մեծացել, սովորել, հետո սխալը նաև փորձ է, որ մենք երբեք դա էլ թույլ չտանք։ Անսխալակալ ոչ մեկ չկա ու պետք չի այսպես իդեալներ մեծացնել, պետք է թույլ տանք, որ նույնիսկ երեխաները մեր հսկողությամբ սխալը անեն ու գիտակցեն սխալի կարևորությունը։ Երբ որ երեխային անընդհատ սովորեցնում ես այս ձեր ասած գերազանցիկի սինդրոմը, ու իրենք ինչ որտեղ սխալ են գործում տնային աշխատանքի մեջ կամ ինչ որ միտեղ, դուք չեք պատկերացնում իրենք ինչ ստրես են դա տանում, իրենց համար դա ցավոտ է, որովհետև իրեն ասել են, որ դու պիտի ջնջում չանես, քո աշխատանքը պիտի լինի անթերի, երեխան դառնում է անկախ իրենից կոմպլեքսավորված կաղապարների մեջ։ Ես դրա համար միշտ ասում եմ իմ աշակերտներին ու առհասարակ իմ սաներին, սխալվեք, բայց ձեր սխալներից հետևություն արեք։ Սխալ գործելու վախը երբ որ մեծանում են, շատ խանգարող հանգամանք է դառնում, դժվարությամբ են որոշում կայացնում։ Այսինքն վախը, որ կարող է ես սխալվեմ, որոշում կայացնելու վրա սարսափելի խորը ազդեցություն կարող է թողնել։ Կարծում եմ ավելի ճիշտ է ներշնչել ոչ թե որ սխալ գործելն է վատ, այլ քո սխալի արդյունքում հիասթափությունը, որ կարող է առաջանալ, որ դու չստացվեց հասնես քո նպատակին առաջին քայլով, այդ է ավելի
սխալի բացասական ազդեցությունը։ Այսինքն սխալը կարող է պատահել եւ կպատահի, բայց թող հիասթափությունը այդ սխալով չգա։ Այնուամենայնիվ շարունակես ճանապարհը։ Շնորհակալ եմ շատ սիրելի ծնողներ, որ այսօր ժամանակ գտաք, եկաք ծնողական ժողովի։ Վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները հաճույքով հետևեցին մեր քննարկմանը։ Մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։